Ոչ միայն հաճելի, այլ նաև օգտակար։ Ոչ միայն վիրտուալ, այլ նաև իրական։ Ոչ միայն մարմնի, այլ նաև հոգու համար։ Բարի ուշ երեկո եթերում սեքսադարանն է։ Սեռական կյանքի բոլոր նրբությունները պարզ, մատչելի և դասավորված համապատասխան դարակներում։ Եթե ձեր սեռական կյանքում քաոս է, հոգ չէ, ժամանակն է ամեն ինչ իր տեղը դնելու և չքննարկվածը պարզելու։ Այսօր խոսելու ենք այն մասին, թե ինչու են սեռական հարաբերությունները ցավոտ լինում։ Կնոջ սեքսուալությունը ի տարբերություն տղամարդու առավել հոգեբանական է և հետևաբար ցավոտ սեքսն էլ կնոջ պարագայում ունի ավելի շատ հոգեբանական պատճառներ, քան ֆիզիոլոգիական։ Եկեք խոսենք նախ հոգեբանական պատճառներից։ Կինը սեքսից առաջ պարտադիր պետք է լինի հնարավորինս հանգիստ, հանդարտ վիճակում։ Եթե կինը անկողին է մտնում ինչ-ինչ պատճառներից ելնելով լարված, անհանգիստ մտքերով ուրիշ տեղ է, հետևաբար նա չի կենտրոնանում այս դեպքում հարաբերության ընթացքին և մտքերով ուրիշ տեղ է։ Դա բերում է նրան, որ հեշտոցը չի խոնավանում, այսինքն ներհրումը կարող է լինել ցավոտ և փաստորեն պատճառներից մեկը լարվածությունն է։ Տղամարդը պետք է միշտ ձգտի հնարավորինս շատ շռայլի փաղաքշանքներն ու շոյանքները, որպեսզի հարաբերության սկիզբը, այսինքն փաղաքշանքների փուլը լինի հնարավորինս կնոջ համար հաճելի և կինը կտրվի արտաքին աշխարհից։ Եթե կինը մտքերով ուրիշ տեղ է, ինչ որ հոգս չի մոռացել, վեճն է հիշել և չի կենտրոնանում այս դեպքում հարաբերությանը, ապա հարաբերությունը լինելու է ցավոտ։ Հաջորդ հոգեբանական պատճառը անհաջող առաջին փորձն է։ Մենք դրա մասին խոսել ենք և կնոջ համար չափազանց կարևոր է, թե ինչպես է տեղի ունեցել առաջին հարաբերությունը։ Եթե առաջին հարաբերության ժամանակ կինը շատ վատ տպավորություն է ստացել, ներհրումը, կուսազրկումը եղել են չափազանց ցավոտ իրենց բացասական հետևանքներով, ապա հաջորդ հարաբերությունները կնոջ համար նույնպես լինելու են տհաճ, որովհետև դա թողնում է հոգեբանական հիշողության միջոցով տհաճ հետք, որը կնոջը հետ է պահում հաջորդ հարաբերություններից։ Հաջորդ հոգեբանական պատճառը ամուսնու ժլատությունն է, կնոջը ավելի տրամադրելու և հարաբերության մեջ ընդգրկելու։ Շատ տղամարդիկ մտածում են միայն իրենց սեռական հաճույքի մասին, հենց գրգռվում են, միանգամից հարձակվում, կատարում իրենց գործողությունը առանց հաշվի առնելու, թե կինը հաճույք ստացել է թե ոչ, կամ պրոցեսը հաճելի է կնոջը թե ոչ։ Այս դեպքում ևս իհարկե շատ կարևոր է ուշադրություն դարձնել և հասկանալ, որ սեռական ֆունկցիան զույգային ֆունկցիա է։ Մյուս պատճառը սեռական դաստիարակության բաց թողումներն են, որոնք որ թողնում են իրենց հետքը։ Այն կանայք, որոնք ստացել են նեգատիվ սեռական դաստիարակություն, այսինքն անընդհատ ստացել են բացասական տեղեկատվություն սեռական կյանքի մասին, որ սեռական հարաբերությունները որպես այդպիսին կեղտոտ են, անարժեք են, որ տղամարդկանցից պետք է հեռու մնալ։ Սա սովորաբար լինում է բոլոր այն դեպքերում, երբ մայրը ունի անհաջող անձնական կյանք և ձախողված կյանքի օրինակները անընդհատ ներարկում է դստերը, սրանով զինված արդեն հետագայում կինը կարող է ունենալ լուրջ խնդիրներ, որովհետև յուրաքանչյուր հարաբերությունից առաջ ինքը իր կամքից անկախ դա հիշում է և դա բերում է նույնպես նրան, որ հեշտոցը փաստորեն չի խոնավանում և հարաբերության ժամանակ ցավ է զգում։ Քիչ չեն այն դեպքերը, երբ ցավը առաջանում է ոչ ճիշտ, ոչ նպաստավոր դիրքերի ընտրության պատճառով։ Շատ դեպքերում ելնելով սեռական օրգանների անատոմիական առանձնահատկություններից պետք է իհարկե ուշադրություն դարձնել այս հարցին և հասկանալ, որ երբեմն ցավը կարող է առաջանալ նաև ոչ ճիշտ դիրքերից, մասնավորապես բոլոր այն դեպքերում, երբ տղամարդը փորձում է հարաբերությունը անցկացնել միայն մի դիրքով և հաշվի չի առնում այն հանգամանքը, որ դա կարող է կնոջ համար ցավոտ լինել։ Յուրահատուկ տեղ են զբաղեցնում այստեղ տեղի ունեցած վեճերն ու կոնֆլիկտները, որոնք որքան էլ որ անցած լինեն կամ անցյալ
անցյալում եղած լինեն, միևնույն է, եթե նրանք չեն մոռացվել, նույնպես իրենց հետքը թողնում են եւ կինը կարող է հարաբերության ժամանակ ինչ-ինչ պատճառներից ելնելով դարձյալ հիշել դրանք եւ հարաբերության ժամանակ ցավը զգալ։ Իհարկե ստրեսը, որի մասին մենք նույնպես էլի խոսել ենք, դեպրեսիան, իր բոլոր հետևանքներով, ինքնագնահատականի իջեցումը, որը շատ դեպքերում գալիս է տղամարդու վերաբերմունքից, որովհետև կնոջ ինքնագնահատականը կարող է ընկնել, եթե ամուսինը անընդհատ փորձում է ոչ թե օգնել կնոջը, հատկապես միջանձնային հարաբերությունների կարգավորման հարցում, այլ յուրաքանչյուր կոնֆլիկտի ժամանակ փորձում է նվաստացնել կամ իջեցնել կնոջ ինքնագնահատականը, որը նույնպես իր բացասական ազդեցություն ունենալու է։ Շատ կարևոր եմ համարում նաև խոսել այն հարցի մասին, որը նույնպես իհարկե խնդիրներ է ստեղծում սեռական հարաբերությունների ժամանակ, խոսքը երեխաների առկայության մասին է, նույն ննջարանում, նույն սենյակում, որտեղ քնում են ծնողները։ Որքան էլ որ մենք համարենք, որ երեխաները չեն հասկանում կամ գուցե չեն տեսնում, թե ինչ է տեղի ունենում անկողնում, այնուամենայնիվ ցանկալի չէ, որ երեխաները քնեն նույն սենյակում, որովհետև տեսարանը, օրինակ սեռական հարաբերությունը, որը տեղի ունենում, երեխան կարող է սխալ ընկալել կամ սխալ տպավորություն ստանալ։ Երբեմն դա տեղի ունենում այն առումով, որ ծնողները փորձում են ներկայացնել դա որպես օրինակ ժամանակի անցկացում կամ հաշվեհարդար հոր կողմից մոր նկատմամբ եւ երեխան կարող է հենց այդ տեսարանը տեսնելուց հետո էլ սխալ տպավորություն ստանալ եւ դա թողնի իր բացասական ազդեցությունը երեխայի հոգեսեռական զարգացման վրա։ Այդ իսկ առումով իհարկե ցանկալի է, որ երեխան քնի առանձին սենյակում, եթե հնարավորությունները չեն ներում, ցանկալի է, որ սենյակը գոնե լինի վարագուրված, դրանով իսկ բաժանելով սենյակը ինչ որ մի հատվածի, որպեսզի երեխան գոնե դրանով իսկ զերծ մնա եւ չտեսնի այն տեսարանը, որը տեղի ունենում ծնողների միջև, քանի որ ինչպես արդեն նշեցի, ելնելով տարիքային առանձնահատկություններից կարող է սխալ տպավորություն ստանալ։ Եվ երեխայի ներկայությունը ննջարանում խնդիր է ոչ միայն երեխայի համար, կամ կարող է խնդիր լինել ոչ միայն երեխայի համար, այլ նաև ծնողների։ Լարվածությունը բերում է կնոջ մոտ սպազմի, հեշտոցամուտքի մկանները լարվում են եւ հարաբերությունը կարող է լինել տհաճ ու ցավոտ։ Տղամարդն էլ եւս անմասն չի մնում, որովհետեւ լարվածությունը տղամարդու մոտ կարող է առաջացնել էրեկցիայի խնդիր, պոտենցիան կարող է թուլանալ եւ հարաբերությունը կարող է ձախողվել։ Այս դեպքում եւս իհարկե պետք չէ հապաղել, որովհետեւ սեռական թուլությունը ժամանակի ընթացքում կարող է ավելի ու ավելի խորանալ եւ հանգեցնել նրան, որ տղամարդը կսկսի արդեն հրաժարվել սեռական հարաբերություններից։ Սա լուծելի խնդիր է եւ այս հարցում կարող է օգտակար լինել մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերության Տադաֆորտ դեղամիջոցը։ Տադաֆորտ դեղամիջոցը ունի երկու դոզավորում 5 եւ 20։ 5 միլիգրամը օգտագործվում է ամենօրյա բուժման ժամանակ, իսկ 20-ը պլանավորված սեռական հարաբերությունից առաջ։ Պետք է նշել, որ դեղամիջոցը պահպանում է իր ազդեցությունը մոտավորապես 36 ժամ, սա նշանակում է, որ տղամարդը կարող է ունենալ կրկնակի հարաբերություն 36 ժամվա ընթացքում։ Դեղամիջոցը առանձնահատուկ է նաև իր որակով բուժման ժամանակ տղամարդիկ նշում են արդյունավետությունը, մասնավորապես էրեկցիայի պահպանման հարցում։ Դեղամիջոցը ունի նաև հակացուցումներ, այն հակացուցված է 18-ից ցածր անձանց, իսկ մնացած հակացուցումներին կծանոթացնի բուժող բժիշկը։ Ցավը սեռական հարաբերության ժամանակ կարող է լինել ոչ միայն հոգեբանական պատճառներով, այլ նաև օրգանական։ Դրանցից են մասնավորապես բորբոքային բոլոր այն գործընթացները, որոնք կարող են վաղուց տեղ գտած լինել կնոջ սեռական օրգաններում, օրինակ, եթե ամուսինը վարակել է կնոջը եւ չեն ստուգվել ու չեն բուժվել, բնականաբար խնդիրը ավելի է բարդանում եւ կարող է ցավի պատճառ դառնալ։ Երկրորդը կպումային բոլոր այն պրոցեսներն են, որոնք կարող են ժամանակի ընթացքում իհարկե պատճառ դառնալ նաև օրինակ էնդոմետրիոզի առաջացման կամ պոլիկիստոզի պատճառ կարող են դառնալ եւ նույնպես առաջացնել ցավ հարաբերության ժամանակ։ Ցավը կարող է լինել նաև
անատոմիապես ոչ ճիշտ ձևավորված սեռական օրգանների, մասնավորապես բնածին արատների պարագայում, երբ կնոջ սեռական օրգանները լիարժեք չեն ձևավորվել, կա հեշտոցի կամ հեշտոցամուտքի անատոմիական խնդիր, որը այս դեպքում դարձյալ ցավի պատճառ է դառնում։ Մյուս պատճառը կարող է կապված լինել հեշտոցում առկա միջնապատի, իսկ ավելի ճիշտ նրա ոչ ճիշտ տեղակայման հետ, երբ հարաբերության ժամանակ տղամարդը նշում է, որ ներհրման դեպքում նկատում է մեխանիկական արգելք, որը խոչընդոտ է հանդիսանում եւ հարաբերությունը ձախողվում է։ Բացի խոչընդոտից կնոջ մոտ նկատվում են սարսափելի ցավեր, որոնք արդեն իսկ կասեցնում են հարաբերությունը եւ հաջորդիվ կինը այդ ցավով պայմանավորված սկսում է հրաժարվել սեռական հարաբերություններից։ Հաջորդ պատճառը հորմոնային խանգարումներն են, մասնավորապես էստրոգենային դեֆիցիտը, երբ կնոջ մոտ գուցե տարիքից ելնելով, գուցե որևէ այլ հիվանդություններով պայմանավորված նկատվում է էստրոգենային դեֆիցիտ։ Էստրոգենը ապահովում է կնոջ սեռական օրգանների խոնավեցումը։ Եթե հեշտոցամուտքը բավարար չի խոնավանում, ապա օրգանական պատճառներից կարող է լինել կամ հորմոնային դեֆիցիտ, կամ գուցե բորբոքում, որի մասին արդեն խոսեցինք։ Այս դեպքում դա պարզ է լինում, եթե կատարվում է բժշկական զննում եւ դրանից հետո արդեն հասկանալի է, թե որ ուղղությամբ պետք է աշխատել։ Երբեմն ցավը կարող է առաջանալ սեռական օրգանների չափսերի պատճառով։ Սա լինում է բոլոր այն դեպքերում, երբ տղամարդու մոտ արտահայտված են սեռական օրգաններ, այսինքն չափսերով տղամարդու մոտ սեռական օրգանները խոշոր են, իսկ կնոջ մոտ համեմատաբար ավելի իհարկե փոքր կամ կա անատոմիական դեֆեկտ ձևավորման, որը պատճառ է դառնում ցավի։ Սա բերում է իհարկե նաև սեռական անդերդաշնակության, որովհետև յուրաքանչյուր հարաբերության պարագայում իհարկե խնդիր է, որը դարձնում է հետագայում անհնարին սեռական հարաբերությունները, բայց լուծելի է, երբ առավել եւս գործ ունենք բոլոր այն դեպքերի հետ, երբ կնոջ մոտ կամ հեշտոցի չորություն է նկատվում ցավով պայմանավորված, կամ դիրքերը ճիշտ չեն ընտրում եւ դրանց փոփոխությունների կամ շտկման պարագայում խնդիրը հնարավոր է լինում լուծել։ Ցավի հաջորդ պատճառը որոշ դեղամիջոցների երկարատև ընդունումն է։ Մասնավորապես հոգեմետ դեղամիջոցների, հակագերջնշումային դեղամիջոցների, անտիբիոտիկների երկարատև օգտագործման դեպքում կարող է նկատվել հեշտոցի չորություն, որը պայմանավորված է այդ դեղամիջոցների կողմնակի ազդեցությամբ։ Առանձին խումբ է իհարկե շաքարային դիաբետը իր բոլոր բարդություններով, եթե շաքարային դիաբետը կոմպենսացված չէ եւ արդեն դրսևորվում է իր բոլոր կողմնակի ազդեցություններով, դրանցից մեկը նաեւ սեռական խնդիրն է, մասնավորապես ցավը սեռական հարաբերության ժամանակ։ Իհարկե, ցավի տեղակայումից կախված շատ բան կարելի է հասկանալ, եթե ցավը լինում է անդամի ներհրման պահին, այսինքն մնացած իրավիճակներում ցավ չկա եւ լինում է միայն ներհրման պահին, սա կարող է լինել եւ հոգեբանական խնդիրներով պայմանավորված, որոնցից մեկը վագինիզմն է, մենք դրա մասին եւս խոսել ենք մեր թողարկումներից մեկի ժամանակ, եւ մյուս պատճառը կարող է օրգանական լինել, օրինակ բորբոքումով պայմանավորված, որը նույնպես էլի ներհրման պահին կարող է առաջանալ։ Այս դեպքում կինը կարող է դիմել սկզբնական շրջանում սեքսոլոգի, բարձելու ցավի պատճառը, եթե հարաբերություն չի լինում ընդհանրապես, կինը չի կարողանում հարաբերության մեջ մտնել, հրաժարվում է, ապա այս դեպքում դիմում է սեքսոլոգի։ Եթե սեռական կյանքով ապրում է եւ ցավը առաջացել է ժամանակի ընթացքում, այսինքն երկրորդային ցավ է, այս դեպքում դիմում է գինեկոլոգի, որովհետեւ ցավը կարող է արդեն կապված լինել գինեկոլոգիական որևէ խնդրի հետ։ Եթե ցավը առաջանում է հարաբերության պահին, ներսային հատվածում եւ առաջացնում է դիսկոմֆորտ, նկատվում է արտադրություն, կարմրություն, ապա այս պարագայում պետք է դիմել գինեկոլոգի։ Պետք է նշեմ, որ ցավոտ սեքսը մեր օրերում արդյունավետորեն բուժվում է։ Կախված պատճառից, իհարկե, դրանով զբաղվում են կամ բժիշկ սեքսոլոգները կամ գինեկոլոգները։ Եթե, ինչպես արդեն նշեցի, ցավը նկատվում է հարաբերության սկզբում կամ անհնարին է լինում հարաբերության մեջ մտնել, ապա այս դեպքում գործ ունենք կամ վագինիզմի կամ գենիտալգիաների հետ, մասնավորապես հոգեբանական բնույթ կրող, եւ այս պարագայում
դիմում են բժիշկ սեքսոլոգի օգնությանը եւ արդյունավետորեն խնդիրը լուծվում է։ Իդեպ պետք է նշեմ, քիչ չեն այն դեպքերը, երբ այս խնդրով պայմանավորված զույգը հենց սկզբից հրաժարվում է սեռական կյանքից եւ սկսում արդեն խուսափել բժշկի դիմելուց, որը դառնում է ճակատագրական, անցնում են տարիներ եւ արդեն իսկ կարող են մենք ունեցել ենք դեպք 17 տարվա դեպք ցավով պայմանավորված, որի հիմքում վագինիզմն է եղել, դիմել են նոր մեզ խնդրանքով, որ օգնել գոնե երեխա պլանավորել, չհասկանալով, որ վագինիզմը նույնպես արդյունավետորեն բուժվում է։ Եթե խնդիրը արդեն զուտ օրգանական է եւ կապված է բորբոքումների հետ կամ որևէ այլ օրգանական պատճառի, ապա այս դեպքում պետք է դիմել գինեկոլոգի եւ խնդիրը նույնպես արդյունավետորեն բուժվում է։ Մեր պրակտիկան հուշում է համատեղ ինտեգրալային մոտեցման մասին, մենք շատ արդյունավետորեն համագործակցում ենք բժիշկ գինեկոլոգների հետ եւ եթե այցելուն եկել է մեզ մոտ ու մենք հայտնաբերել ենք գինեկոլոգիական խնդիր, պարտադիր իհարկե ընդգրկում ենք բժիշկ գինեկոլոգի խնդիրը արդյունավետ լուծելու եւ հակառակը, եթե գինեկոլոգը նկատում է, որ խնդիրը սեքսոլոգիականն է, ապա ընդգրկում է բուժման գործընթացի մեջ բժիշկ սեքսոլոգի։ Պետք է նշեմ, որ որոշ դեպքերում միջև բժշկի դիմելը կարող են օգնել նաև լյուբրիկանտները, բայց այստեղ մի մեծ բայց կա։ Այսօր շուկայում առկա են լյուբրիկանտների բավականին շատ տեսակներ եւ դրանցից շատերը նույնիսկ վնասակար են։ Ինչու՞։ Այն լյուբրիկանտները, որոնք պարունակում են չափազանց շատ քիմիական նյութեր, տարբեր համերի, հոտերի, դրանք կարող են առաջացնել նույնիսկ տհաճ ռեակցիա եւ ցավը ավելի սաստկացնել։ Ալերգիկ ռեակցիան քորի տեսքով կարող է հենց ինքը ցավի եւ տհաճ զգացողությունների պատճառ դառնալ։ Լյուբրիկանտը պետք է լինի շատ հասարակ, այսինքն ջրային հիմքով պատրաստված լյուբրիկանտ, որը զուտ հեշտացնում է անդամի ներհրումը եւ դրանով իսկ մեղմացնում է ցավի գործոնը։ Սկզբնական շրջանում միջև բժշկի դիմելը կարող են դիմել այս տարբերակին, եթե խնդիրը չի լուծվում, ապա արդեն պետք է դիմել բժշկի օգնությանը։ Վերջում ամփոփելով ուզում եմ նշել, որ ցավը երբեք չի կարող նորմալ համարվել սեռական հարաբերություններում։ Ցավը ահազանգ է եւ պետք չէ այն հանդուրժել, առավել եւս պետք չէ դրան համակերպել, որովհետեւ ցավը ժամանակի ընթացքում կրծում է հարաբերությունները, դարձնելով սեռական կյանքը անտանելի ու տհաճ։ Պետք է պարզապես գիտակցել, որ մեր օրերում ցավը հրաշալիորեն բուժվում է եւ ոչ թե լռել, այլ ժամանակին դիմել բժշկի օգնությանը։ Այս անգամ այսքանը, մնացեք մեզ հետ, առջևում ձեզ սպասվում է հետաքրքիր հարցազրույց գինեկոլոգի հետ։ Սեքսի հետ կապված թեմաներն առնչվում են ոչ միայն սեքսոլոգներին, այլև հարակից ոլորտների մասնագետներին։ Այսօր մեր հյուրը ռեպրոդուկտոլոգ, մանկաբարձ գինեկոլոգ Դիանա Մարգարյանը եւ մենք խոսելու ենք սեռական հարաբերության ժամանակ կանանց մոտ առաջացող ցավի մասին։ Բարի ուշ երեկո, Դիանա։ Բարի ուշ երեկո, Լիա, շնորհակալություն հրավերքի համար։ Ցավ, տհաճ զգացողություն սեռական հարաբերությունների ժամանակ։ Էկրաններից այն կողմ շատ կանայք գիտեն, ինչի մասին եմ խոսում ես հիմա։ Ինչ խնդիրներ կարող են թաքնված լինել սրա հետևում։ Այո, սեռական հարաբերությունների ցավի գանգատներով շատ կանայք են դիմում մեզ, գինեկոլոգներին, որը ունի իր առաջացման պատճառները։ Պատճառներից մեկը առաջին սեռական փորձն է, աղջիկների մոտ հիմնականում, որը ուղեկցվում է ցավով, եւ դա իրենց մոտ մնում է այսպես հիշողություն, անընդհատ ամեն հարաբերությունից առաջ իրենց մոտ առաջանում է ցավային զգացողությունը, եւ որը ունի բժշկական լեզվով ասված վագինիզմ ասվածը, որի ժամանակ կծկվում են կոնքի բոլոր մկանները, գերկծկում է առաջանում եւ ներթափանցումը անհնար է լինում, ինչն էլ ուղեկցվում է ցավով։ Իհարկե այս ժամանակ մեզ օգնության են գալիս սեքսապաթոլոգները, դա իրենց մասնագիտական տիրույթում է եւ մենք դրանով չենք զբաղվում գինեկոլոգներս։ Իսկ կա տարբերություն ցավն ի հայտ է գալիս սեռական կյանքի սկզբում, թե որոշ ժամանակ անց։ Իհարկե դա վերաբերվում է նաեւ փորձառու կանանց, անփորձ աղջիկների մոտ դա ինչ սկզբնական ցավով է արտահայտվում եւ դա իրենք պսիխոէմոցիոնալ ֆոնով արտահայտված անընդհատ հիշում են այդ ցավը եւ խուսափում են սեռական հարաբերությունից, իսկ
փորձառու կանանց մոտ ավելի ուշ տարիքում առաջանում են, երբ որ ունեն բորբոքային հիվանդություններ, կրած հիվանդություններ, սոմատիկ հիվանդություններ, կարող են փակագծերը բացեմ սոմատիկ շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի թերֆունկցիա, գերֆունկցիա, որի ժամանակ հորմոնալ ֆոնը փոխվում է կնոջ օրգանիզմում եւ լորձաթաղանթի հեշտոցի լորձաթաղանթի գրգռվածությունը եւ նաեւ այդ խոնավեցումը ոչ բավարար է լինում եւ ներթափանցումները լինում են ցավոտ։ Ինչպես նաեւ մենոպաուզայի մեջ գտնվող կանանց մոտ շատ արտահայտված է այս ցավի զգացողությունը սեռական հարաբերության ժամանակ, որի դեպքում էստրոգենների պակասի դեպքում առաջանում է հեշտոցի չորություն եւ անհնարին է լինում նաեւ ներթափանցումները։ Փորձառու կանայք հիմնականում դիմում են գինեկոլոգներին, իսկ անփորձ աղջնակները, երբ որ նոր են սկսել սեռական կյանքը, իրենք դա համարում են նորմալ ու անընդհատ փորձում են այդ ցավը հաղթահարել ու դառնում է ավելի խորը ինչ որ պաթոլոգիա է դառնում եւ արդեն պետքա ստիպված, ոչ թե ստիպված, արդեն ցանկալի է դիմել Ամեն դեպքում ցավի արկայության դեպքում թեկուզ սկզբնական փուլում խորհուրդ է տրվում դիմել մասնագետի։ Միանշանակ։ Եվ անփորձ աղջիկները եւ փորձառու կանայք, երբ որ ունենում են ցավ, առաջի հարաբերությունը ստացվեց ցավոտ երկրորդ, երրորդ, թող չսպասեն, դիմեն, որովհետեւ պետքա հետազոտեն, հասկանանք ինչն է պատճառը, որն է ցավի առաջացման պատճառը, փսիխոգեն ֆակտորը, թե ինչ որ օրգանական փոփոխությունների պատճառով, որն է արդյոք ցավի պատճառը, որ շտկենք, լուծենք, ունենան անցավ սեռական հարաբերություններ։ Քանի որ դուք արդեն պատասխանեցիք իմ հաջորդ հարցին, որի պատրաստվում էի հարցնել, որոնք պետք է լինեն կնոջ առաջին գործողությունները ցավնի հայտ գալուց հետո, մենք հասկացանք, որ ամենակարևորն ու ամենաառաջնայինը դիմել բժշկին, կցանկանայի քննարկել, շատեր են օբյեկտիվորեն հնարավորություն չեն ունենում անհապաղ դիմել բժշկին։ Կան տնային պայմաններում արվող միջոցներ, որոնք կարող են մեղմել վիճակը մինչև բժշկի գնալը։ Այո, կան Դեղատներում վաճառվում են լուբրիկանտներ ասվածը, դա խոնավեցնող այդպիսի միջոցներ են, որոնք կարող են օգտագործել մենոպաուզայի մեջ գտնվող կանայք եւ նաեւ այդ կպումային հիվանդությունների ժամանակ, երբ որ կա ցավային արտահայտված սինդրոմ եւ որոշակիորեն կմեղմացնի հարաբերությունը, բայց խորը շերտերում կա պատճառ, ինչն է պատճառը այդ ցավի առաջացման, այնուամենայնիվ պետք է դիմել բժշկի։ Հիմա շատ հասանելի է, ինչու ոչ, տեղամասային պոլիկլինիկաներում բոլորը կարող են իրենց գինեկոլոգներին այցելել իրենց անհատական իրենց կողմից ընտրած գինեկոլոգին կամ սեքսապաթոլոգին եւ լուծել այդ հարցը, պետք չի թողնել այդպես անլուծելի։ Թեկուզ տնային պայմաններ։ Իհարկե, ցանկալի չի։ Քանի որ մարդիկ շատ են սիրում անթույլատրելի հնարքներ կիրառել, ես կցանկանայի դուք նշեիք, թե ինչը կտրականապես չի թույլատրվում իրականացնել։ Այո, կանայք շատ տարբեր մեթոդներ են օգտագործում, ինքնուրույն փորձում են շտկել հեշտոցի հեշտոցում առաջացած խնդիրները, բայց կուզեմ ասել, որ սիրելի կանայք մի արեք, որովհետև դուք օգնելու փոխարեն վնասում եք, ել ավելի դժվարեցնում եք մանկաբարձ գինեկոլոգների գործը, ինչպես նաև սեքսապաթոլոգների աշխատանքը եւ ավելի բարդացնում եք վիճակը, որովհետև կան լուրջ հիվանդություններ, կարող եմ նշել մի քանի կարևոր հիվանդություններ, որոնց պատճառով կարող է առաջանալ հեշտոցի չորություն եւ անանցանելիություն, ներհրման, ներթափանցման անհարմարություն, դա օնկոլոգիական հիվանդություններն են, արդեն նշեցի սոմատիկ հիվանդություններն են, կպումային հիվանդություններն են, որոնք որ կարող են առաջացնել ցավոտ սեռական ակտ եւ դրանց բացահայտման եւ բուժման արդյունքում կունենան արդեն անցավ սեռական ակտ։ Կարճ ասած, դուք հորդորում եք ինքնաբուժությամբ չզբաղվեն կանայք ցավի առաջացման դեպքում։ Իհարկե, Լիա ջան, պետք չի ինքնաբուժությամբ զբաղվել, ցանկացած բոլոր հարևանների, բարեկամների խորհրդով օգտագործել բազմաթիվ քսուկներ, ժողովրդական մեթոդներ չօգտագործեն հին։ Իհարկե, օգտագործում են, ժողովրդական մեթոդներ չօգտագործեն, դիմեն գինեկոլոգներին, ստանան ճիշտ ցուցումներ եւ լինեն առողջ։ Քանի որ մեր զրույցը արդեն մոտեցավ իր տրամաբանական ավարտին, վերջում կցանկանամ հարցնել, կան ավելացումներ, որոնք կցանկանաք իրականացնել։
Այո, իհարկե, սա այն թեման է, որ կարելի է խոսել շատ երկար եւ բազմաթիվ պատճառներ եւս առանձնացնել, բայց ամենակարևոր պատճառներից է նաեւ ծննդաբերության ժամանակ առաջացող տրավմաները, որի պատճառով կարող է լինել նաեւ ցավոտ սեռական ակտ, ինչպես նաեւ օնկոլոգիական հիվանդությունները, արդեն նշեցի, սոմատիկ հիվանդությունները եւ կպումային հիվանդությունները եւս բերում են ցավոտ սեռական ակտի։ Էնդոմետրիոզը շատ տարածված, լսել են վստահ են բոլոր կանայք, որ էնդոմետրիոզի ժամանակ եւս լինում է ցավոտ դաշտան եւ ցավոտ սեռական ակտ։ Կուզեմ, որ մեր կանայք լինեն տեղեկացված, ինֆորմացված եւ հետևեն իրենց օրգանիզմի ազդակներին եւ ցավի առաջացման պատճառը չփորձեն կամ արդեն ցավը չփորձեն ինքնաբուժությամբ բուժել, այլ դիմեն մասնագիտացված մասնագետներին, ովքեր որ կօգնեն եւ կապրեն իրենք առողջ եւ կունենան ներդաշնակ սեռական կյանք։ Այո, շնորհակալ եմ օգտակար եւ հետաքրքիր զրույցի համար, Դիանա։ Իսկ դուք, սիրելի հեռուստադիտողներ, շարունակեք մնալ մեզ հետ։ Սեռական այբուբեն խորագրի ներքո ես պատասխանում եմ բոլոր այն հարցերին, որոնք դուք ուղարկում եք մեզ։ Շնորհակալություն մեզ հետևելու եւ այդքան ակտիվ լինելու համար։ Մեզ համար անչափ կարեւոր է ձեր վստահությունը։ Իսկ այժմ կարդամ հարցերը։ Կասեք, խնդրեմ, ինչու է սեքսի ժամանակ առնանդամս թուլանում։ Ուղեկցող հիվանդություններ չկան, սակայն 1 տարի առաջ եղել է սնկային։ 28 տարեկան եմ, խնդիրը նկատել եմ մոտ 2 շաբաթ։ Ամեն օր հարաբերություն եմ ունենում։ Հարգելի հարցատու, ձեր նշած գանգատում արդեն իսկ հնչում է ուղեկցող խնդիրը, կա սնկային, որ ամենայն հավանականությամբ ժամանակի ընթացքում առաջացրել է բորբոքային գործընթացներ սեռական օրգաններում։ Պատկերը ավելի ամբողջական կազմելու համար ցանկալի է անցնել սեքսոլոգիական զննում եւ հետազոտություններ, պարզելու թե բացի սնկայինից ինչ ուրիշ այլ խնդիրներ կարող են լինել։ Ապացուցված է, որ ժամանակին չբուժված խնդիրները մասնավորապես բորբոքային պրոցեսների առումով ժամանակի ընթացքում բերում են սեռական օրգաններում արյունամատակարարման խանգարման, որն էլ իր հերթին կարող է դառնալ էրեկցիայի խանգարման պատճառ։ Մյուս կողմից իհարկե շատ կարևոր են ձեր հարաբերությունները զուգընկերուհու հետ, դրանք նույնպես իհարկե կարող են ազդել պոտենցիայի վրա։ Իրականում սեռական թուլության պատճառները շատ են, դրանց մասին մենք խոսել ենք մեր մնացած թողարկումներում, սակայն ձեր պարագայում կոնկրետացնելով հարցի պատասխանը պետք է խորհուրդ տամ անպայման իհարկե հետազոտել, հավելյալ պարզել, թե սնկայինից զատ ուրիշ ինչ խնդիրներ կան, բուժել դրանք եւ դրանից հետո արդեն ստանալ համապատասխան բուժում էրեկցիայի կարգավորման համար։ Այժմ կարդամ հաջորդ հարցը։ 9 ամիս է շփվում եմ տղամարդու հետ։ Մեր սեռական շփման ընթացքում ընկերս ներսում չի հանգստացել, բայց վերջերս իմացել եմ, որ հղի եմ։ Դա ինչպես է հնարավոր։ Մեր հաղորդումների ժամանակ մենք անդրադարձել ենք այս հարցին եւ քանի որ հարցը նորից էլի հնչում է, բացատրեմ, թե ինչպես է դա հնարավոր։ Ինչպես հայտնի է, կուսաթաղանթը տեղակայված է հեշտոցամուտքից 2-ից 3 սանտիմետր խորության վրա եւ ունի մի քանի անցքեր։ Անցքերը նախատեսված են դաշտանային արյան արտահոսքն ապահովելու համար։ Եթե սերմնաժայթքումը տեղի է ունենում հեշտոցամուտքի հատվածում, ապա այս պարագայում հղիությունը անխուսափելի է։ Ինչու՞։ Սերմնաբջիջները շատ ակտիվ շարժվող բջիջներ են եւ եթե դրանցից թեկուզ մեկը սերմնաժայթքումից հետո ներս անցնի, ապա ժամանակի ընթացքում կարող է անցնել ճանապարհորդությունը եւ հասնել ձվաբջջին ու հղիացնել։ Ահա այս մեխանիզմով էլ տեղի ունենում բոլոր այն տեսարանները, որոնց պարագայում կինը կամ տղամարդը զարմանում են, թե այդ ինչպես պատահեց, որ սերմնաժայթքումը տեղի չունեցավ հեշտոցի ներսում, բայց կինը հղիացավ։ Հետևաբար, հաշվի առնելով այս ամենը, զերծ մնացեք նմանատիպ տեսարաններից, մասնավորապես արտահեշտոցային սերմնաժայթքումից, քանի որ այս տիպի անակնկալները որպես կանոն հաճախ են լինում։ Կարդամ հաջորդ հարցը։ Բարև ձեզ, մի հարց ունեմ, եթե սերմնայեղուկը վերջանում է, ինչպես կարելի է վերականգնել։ Բազմիցս իհարկե նշել եմ եւ այս անգամ էլ ուզում եմ նշել, որ հարցեր գրելիս, ուղղելիս խնդրում եմ նշել անպայման տարիքը,
Զուգակցող հիվանդությունները, եթե դրանք կան, հավատացնում եմ ձեզ, դրանից իհարկե մեծապես կախված է հարցի բովանդակությունը եւ ստույգությունը։ Այնուամենայնիվ, պատասխանելով նշված հարցին, նշեմ, որ սերմնահեղուկը երբեք չի վերջանում։ Ապացուցված է, որ տղամարդը մինչև կյանքի վերջին շունչը կարող է ունենալ սերմնահեղուկ, պարզապես ժամանակի ընթացքում ելնելով տարիքային առանձնահատկություններից սերմնահեղուկի քանակը քչանում է։ Եթե կան զուգակցող հիվանդություններ, մասնավորապես միզասեռական համակարգում, դրանց ժամանակ այո, սերմնահեղուկի արտադրությունը կարող է նվազել եւ կարող է նկատվել ծավալի քչացում։ Բացի այդ, պետք է բացառել մնացյալ ուղեկցող հիվանդությունները, մասնավորապես սեռավարակները, հորմոնային խանգարումները, որոնք եւս կարող են բերել սերմնահեղուկի արտադրման խանգարման կամ ճարպակալումը, որը երբեմն նույնպես բերում է սերմնահեղուկի ծավալի քչացման։ Բոլոր այս գործոնները հաշվի առնելով պետք է հասկանալ, թե որ խնդիրն է, որ բերել է սերմնահեղուկի քանակի եւ ծավալի քչացման։ Դրանից ելնելով, իհարկե, արդեն բուժող բժիշկը կարող է նշանակել համապատասխան բուժում սերմնարտադրությունը կարգավորելու նպատակով։ Իսկ ես ուզում եմ հիշեցնել, որ մեր հաղորդման գործընկերն է Էլբակյան կրթահամալիրը։ Մենք իհարկե խոսում ենք սեռական կրթության մասին, բայց կրթությունը հավասարապես կարևոր է բոլոր ոլորտներում։ Էլբակյան կրթահամալիրը գործում է արդեն 7 տարի։ Այստեղ ուսանողները ձեռք են բերում ոչ միայն կիրառելի ու ժամանակակից գիտելիքներ, այլ նաև ստանում մշտական աջակցություն դասախոսների կողմից։ Օգտվեք առաջին անվճար դասի հնարավորությունից եւ եկեք Էլբակյան կրթահամալիր սովորելու։ Կրթությունը լավագույն ներդրումն է մեր օրերում։ Գրանցվելու համար զանգահարել 096 88 88 44 հեռախոսահամարով։ Իսկ այսօրվա հարցերն այսքանն էին։ Եղեք առողջ եւ երջանիկ ու հիշեք, սեռական առողջությունը ընդհանուր առողջության անբաժանելի մասն է։ Մեզ հետ դուք ձեռք կբերեք նոր գիտելիքներ եւ կմոտենաք իրական հաճույքների։ Գտեք, գրեք եւ հետևեք մեզ սոցհարթակներում։ Վստահ եմ, որ մեր սեքսադարանը կհարստացնի ձեր սեքսադարանը։